Բարբարոսական հարցակում էր եկեղեցու դուք տեսակ ժամերգության ժամանակ ինչ ընթացքի մեջ էին այն մարդիկ, որոնք որ եկել էին հատուկ նպատակով, որպեսզի պղծություն անեն, սփապղծություն անեն եւ նույնն է մեր աղոթքի ժամանակ եկեղեցու դուռն էին ջարդում։ Սա որևէ մի կապ չունի հավատացյալ մարդու արարքի, վարվելակերպի եւ սա որևէ աղոթք չունի հայ մարդու տեսակի բովանդակության բնույթի հետ։ Նման բան չի եղել։ Երկու օր առաջ Միքայել Սրբազանի մոտ էի եւ Միքայել Սրբազանը ինչ հիշեցրեց թուրքական երկու օկուպացիայի ժամանակ անգամ Թշնամին 7 վերք եկեղեցու պատմություններ պատմում, անգամ Թշնամին այդ ժամանակ միջամտություն չի կատարել եկեղեցու ժամերգության կամ պատարագի կամ որևէ արարողության հետ։ Եկեղեցու զանգերը շարունակել են ղողանջեն, ընդամենը այդ ընթացքը դադարել է ավերիչ երկրաշարժի ժամանակ, երբ որ դեկտեմբերի 7-ին, գիտեք 88 թվականի եկեղեցին ավիրվել էր եւ առաջի գործը եղել է զանգը վերականգնելը, զանգերը վերականգնելը եւ ելի 2 օր հետո զանգերը ղողանջել են։ Դուք տեսնում եք ինչ է կատարվում։ Դուք տեսնում եք ինչ է կատարվում թուրքական եւ ադրբեջանական մամուլում։ Ցնծության մեջ են։ Փաշիզադեի սիրտնա փառավորել, Էրդողանի սիրտնա փառավորվել, ուրեմն Ալիևի սիրտնա փառավորվել, Թշնամու սիրտը այս մարդիկ այսօր փորձեցին որ փառավորվի, բայց փառք Տիրոջը, փառք հավատավոր մեր ժողովրդին, որ կարողացան շատ ճիշտ, շատ կազմակերպված, հեզությամբ, խոնարհությամբ, առանց որևէ մի բախումների եւ մենք նույն կոչն ենք արել մեր հայրենակիցներին, մեր հավատավոր ժողովրդին, որ որևէ մի բախման չգնան, այստեղ աղոթք են հնչեցրել նաև իրենց ճիշտ ընթացքի մեջ հայտնվելու, որ այդ մարդիկ ճիշտ ընթացքի մեջ հայտնվեն, այդ չարությունը իրենց մեջից դուրս գա, ատելությունը դուրս գա, համերաշխություն տիրի, ի վերջո ճիշտ հավատավորը նաև աղոթում է սխալ ընթացքի մեջ գտնվող իր թեկուզ սխալ ընթացքի մեջ եղող իր հայրենակիցների եւ նաև եւ այս առումով շատ կարևոր է, որ մենք կարողանանք այն մարդիկ, որոնք որ գործիք են դառնում Փաշինյանի ձեռքը ճիշտ ընթացքի մեջ հայտնվենք։ Մենք այսօր տեսանք, որ ավտոբուսներով տարբեր մեքենաներով, վարչական լծակները օգտագործելով այդ մարդիկ բերել էին մարդկանց եւ այո, այդ ցածիչներն էլ են մեր քույրերը, եղբայրները, ամեն դեպքում նաեւ իրենց համար ենք աղոթում, այս կնոջ համար ենք աղոթում, որ ինքը ճիշտ ընթացքի մեջ լինի եւ սա աննախադեպ մի երևույթ էր մեր իրականության մեջ, հայ ժողովրդի պատմության մեջ, նախադեպը չունեցող մի բան էր, բայց կրկնում եմ փառք Տիրոջը, փառք Բարձրալին, որ կարողացանք այս փորձությունը պատվով հաղթահարենք, աղոթենք, որ հետագա ընթացքը խաղաղ լինի եւ ի վերջո խաղաղության մեջ մենք կարողանանք ճիշտ լուծումները գտնենք եւ այն մարդիկ, որոնք խառակում կմտցնեն հայ առաքելական Սուրբ եկեղեցու, հեզությամբ, խոնարհությամբ պետք է թողնեն իրենց ընթացքը եւ շարունակեն ուրիշ գործով զբաղվել, իրենք կապ չունեն հայ առաքելական Սուրբ եկեղեցու հետ։